Բանդիվան գյուղից մի քիչ ներքև այդ մեր այցելությունը այս նոր Բանդիվան փաստորեն գյուղի մասերի համակին, որ արդեն ուրեմն ժամանակակից նամես կյանքի դեպի ուրեմն հարավ ճանապարհը Սարի եւ Կիժերի միջով դժվարությամբ տանում է դեպի արդեն Ամասիայի կիրճը։ Այդ հատվածում Ամասիան եւ Բանդիվանը Ամասիայի կիրճով բաժանված է երկու հատվածի, այս աջ կողմը եւ ցախ կողմը։ Ուրեմն այդտեղ կա երկրորդ հազարամյակի բնակավայր։ Ամասիայից մի փոքր երում, դա հին Բանդիվան է կոչվում, դա ինքը մշակութային հուշարձանային ցուցակով կոչվում է թվագրվում պատկերացել եք մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակի բնակավայր, որտեղ կան եւ խաչքարեր, եւ դոլմեններ, եւ մենհիրներ, մեր թվարկությունից առաջ խաչքար։ Այո։ Խաչքար չէ, խաչքարային կոթող, մենհիր է կոչվում։ Դոլմեն է կոչվում, տարբեր տեսակի նկարներով գնայք տեսնեք։ Ուրեմն այդ նորից նայելու կարծես թե մեր պատմության այդ էջերով անցնելուց հանկարծ ես նկատեցի, կարող եմ այստեղ արդեն երևի կոմպյուտերի վրա Ձորի բերանին, դա բարձրադիր վայր է, ինչպես ասեցի, երկու բաժանված կիրճի աջ եւ ցախ կողմերի, ինչպես ասում են, Ձորի պռնկին, տեսա այս քարը, հիմա եթե ինչպես դա ինչքան երևա ես չեմ ասի, չէ, ես կտնեմ նկարներով դնեք, այստեղ քրկից մեջ կարող եմ ցույց տալ, որ նախնական ասա ուրեմն Բանդիվան գյուղի տարբեր այդ բնակավայրի հուշարձաններն են, այդ ես ասած մենհիրը եւ ասենք թե արդեն կան ուրեմն այս ցախ կողմի նկարների վրա, որը դուք ընթացքում գտնեք եւ մեր ընկերների համար ով լսում է մեր զրույցը ավելի պարզ կլինի։ Ժայռի բերնին ես տեսա մի այսպիսի մեծ, մենք ասում ենք լիքը քար, բազալտային ծագում ունեցող, համարը կարելի ասել, ես ինձ իրավունքը վերապահեմ, ասեմ այս ուրեմն սեղանի չափ համարը, 1 մետր բարձրություն, մոտավորապես 1 մետրի չափել լայնությամբ, դա կոչվում է, այսպես ասած, ինքը լիքը քար է կոչվում, բազալտային։ Եվ պատկերացրեք, այդ քարի վրա զարմացա նախ իր դիսլոկացիայի համար, որովհետև մեր նախնիները ժայռերի բերաններին նման քարեր չեն թողել։ Իրանք հատուկ այդ հատվածները մեծ այդ ժայռա բերգորներից մաքրել են, որտեղ անձրևի ցնցալքից հետո հանկարծ այդ քարերը չեն, որտեղ ներքևում կար ջրաղաց, եկել է բնակավայրի, ուրեմն արոտավայր եւ այլ